Ինչու են ավելանում երեխաների մահվան դեպքերը Հայաստանում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներն են փաստում, որ մանկահասակ երեխաների մահվան դեպքերի աճ կա։ Եթե 2024 թվականի հունվարին արձանագրվել է մինչև 4 տարեկան 184 երեխայի մահվան դեպք, ապա 2025-ին այդ թիվը հասել է 207-ի։ Բավականին բարձր է նախորդ 2 տարիների նույն ցուցանիշի համեմատ, մոտ 20%-ով։ Բայց եթե մենք 0-4 տարեկան այդ դեպքերը բաժանենք, մենք կտեսնենք, որ նշող մեծամասնությունը 0-1 տարեկանների շրջանում գրանցված այդ անդառնալի արդյունքներն են 193 դեպք, որը որ նույնպես 14%-ով ավելի բարձր է, քան 22 թվականի առաջին ամիսներին եւ 3-8%-ով, քան 21 թվականի։ Գերակշիռ մասը տղա երեխաներն են եղել։ Քիչ չեն նաեւ հանկարծամահության դեպքերը, լինում են նաեւ անզգուշության հետևանքով մահվան դեպքեր։ Թե հղիները, թե ընտանիքը շատ մեծ դեր ունեն եւ պետք է հնարավորինս վաղ շրջանում դիմել բուժօգնության, կանգնել հաշվառման, պարբերաբար հաճախել բժշկի, նույնը եւ անել հետ ծննդյան շրջանում, չխուսափել պատվաստումներից։ Մասնագետների խոսքով մանկական տարիքում մահվան դեպքերը բազմազան են։ Դրանք կարող են պայմանավորված լինել ինչպես զարգացման արատներով, այնպես էլ ներարգանդային շրջանում ձեռք բերված վարակներով։ Վերջին տարիներին բավականին հաճախ ենք մենք ունենում տարբեր դժբախտ պատահարների արդյունքում մահվան դեպքեր, դրանք կարող են լինել ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարները, վրայերթներ, ավտովթարներ, այնպես էլ տարբեր բարձրություններից ընկած, այսպես կոչված կատատրավմաների արդյունքում արձանագրված մանկական մահվան դեպքերը։ Դա հիմնականում հենց տեղի է ունենում 2-ից մինչև 5-6 տարեկան երեխաների շրջանում, երբ երեխաները արդեն սկսում են քայլել, ձեռք են բերում սեփական ակտիվություն եւ արդեն դժվար կառավարելի են լինում ծնողների կողմից։ Մինչև 4 տարեկան երեխաների մոտ կարող են նաև տարբեր տեսակի ինֆեկցիաներ առաջանալ, ասում է բժիշկ Սիմոնյանն ու հավելում։ Հատկապես վերջին տարիներին սա գլոբալ խնդիր է դարձել։ Ներարգանդային վարակները սովորաբար վաղաժամ չեն հայտնաբերվում, որովհետև ախտորոշվում են երեխայի ծննդից հետո։ Քանի որ այդ խնդիրը ի հայտ է եկել ծնված առաջին իսկ ժամերի ընթացքում, դա թույլ է տալիս մեզ մտածել, որ այդ ինֆեկցիան երեխան բնականաբար ձեռք չի բերել առաջի 2 ժամվա մեջ իր կյանքի, այսինքն դա ունեցել է ներարգանդային զարգացման ընթացքում։ Դրանք հիմնականում ներգրավում են շնչական համակարգը, թոքաբորբերի ձևով են արտահայտում, սակայն կարող են լինել նաև կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով, տարբեր տեսակի մենինգոենցեֆալիտների ձևով, ստամոքսաղիքային տրակտի ախտահարումով։ Առողջապահության նախարարությունն այժմ ուսումնասիրում է բոլոր այն դեպքերը, թե հիմնականում ինչ պատճառներով են մահանում երեխաները։ Հիմնվելով դատաբժշկական արդյունքների վրա, սակայն կոնկրետ բժշկական կենտրոնի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել չցանկացան, խուսափելով թիրախավորումից։ Ցուցանիշը թեև կրիտիկական չէ, սակայն դա ազդակ է, որ կա վատթարացման միտում։ Շատ մասնագետների խոսքով մանկական մահացությունների պատճառը նաև բանիմաց մասնագետների պակասն է։ Նրանցից շատերի խոսքով խնդիրն առավելապես կապված են այն փաստի հետ, որ Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը միացրին ընդհանուր բուժական ֆակուլտետին։ Ընդհանուր մանկաբույժների պատրաստումը դադարեց ու դա զգալիորեն ազդեց ոլորտի զարգացման վրա։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։